Իսրայելը չի դադարեցնում հարվածները Գազայի ուղղությամբ։ Ալ-Ջազիրայի տվյալներով Գազայում Իսրայելի հրետակոծության հետևանքով զոհվել է ավելի քան 126 մարդ։ Իրանն առաջարկ է ստացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների 5-րդ փուլի ժամանակի եւ վայրի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների արդեն 4 փուլ։ Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։ Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալասը։ X սոցիալական ցանցի իր էջում է Կալասը տեղեկացրել պատժամիջոցների դադարեցման մասին։ Նա արժանացել է իրարամերժ վերաբերմունքի օգտատերերի կողմից։ Մեխիկոյի քաղաքապետի անձնական քարտուղարն ու խորհրդականը սպանվել են մայրաքաղաքի Մոդեռնա թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ El gobierno de la Ciudad de México informa que lamentablemente perdieron la vida durante una agresión directa. Քաղաքապետ Կլարա Բրուգադայի խոսքով զոհվածները եղել են իր երկարամյա գործընկերներ քարտուղար Խիմենա Գուսմանն ու խորհրդական Խոսե Մունյոսը։ Սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, երբ երկուսը շարժվում էին Մեխիկոյի կենտրոնական փողոցներից մեկով։ Մեքենայի դիմապակու ձախ կողմում հայտնաբերվել է 4 գնդակի անցք, իսկ մի մարմին ընկած է եղել փողոցի վրա։ Փախած կենգուրու բռնելու փորձն արդեն սովորական գործ է դարձել արևմտյան Կոլորադոյի մի փոքր քաղաքի ոստիկանների համար։ Կենգուրուն Իրվի անունն է կրում։ Նա անցած աշնանը եւս փախել էր տնից, բայց ոստիկաններին հաջողվել էր նրան բռնել մի պարկով, որը նման էր մայր կենգուրուի պարկին։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։